ինչ որ անում է, դրա մասին խոսացվում է, դրա համար ինքը ամեն կերպ տարբեր եղանակներով հանում է գործից, հեռացնում։ Ոնց որ իր բանը նշանակած իր հարստությունը լինի։ Նշանակում է, որ այդ ազգային հարստությունն է, միշտ իմացեք։ Դե հոգի է դրվել, մարդիկ են աշխարհում։ Նման գործելավոճը նշանակում է, որ ինքը տանում է այգին կործանում է։ Եթե մասնագետներին հանում է, հին աշխատողներին հանում է, ինչը որ կա դոնետի փրկում։ Կանել հեռացվող աշխատողների համար Ժորժ, այ խնդրեմ, մենք 3 աշխատակիցների համար եկել ենք ստեղ։ Հանել են, փոխել են, աշխատելավոճ են փոխել։ Մարդկանց մի օրում փոխանցել են մի բաժնից մյուս բաժինը, փիղ խնամողին ուղարկել են օձ խնամելու։ Մենք եկել ենք ասել են այդ հարցը կլուծենք 5 օրում։ 5 օր անցավ, եկանք ինչքան ժամանակ է խոսում։ 20 օր հետո նորից եկանք։ 20 օր հիմա։ Մենք եկել ենք 5 օր հետո նորից ենք եկել, երկու անգամ եկել ենք, հանդիպում ա եղել, ասել են ամեն ինչ նորմալ է, այդ հարցը լուծվում է, ամեն գալուց ասել են։ Արփինե։ Նշանակում է կամ իրանք օրգանապահություն ունեն, կամ էլ Ռուբեն Խաչատրյանը թքած ունի քաղաքապետարանի որոշումը։ Ռուբեն Խաչատրյանը իր ազատում է 11-ից միջև հիմա 120 հոգի ազատվել աշխարհում։ բոլորը նախքին։ 10 օրվա մեջ 70 հոգի Ռաֆայելյան։ 10 օրվա մեջ։ Ու չէին մտածում Սա իշխան բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ կա, բոլորին հանեց։ Մնաց մի անգամ ես թողեցի հեռացա կենթանաբանական այգի։ Անձամբ զանգեց նորից հետ կանչեց, որտեղ ամբողջ բաժինը սաշում են կենթաները։ Այդ իմ սխալներ, որ ես նորից հետ եկա կենթանաբանական այգի։ Ինչ անել, հոգի չգնայի։ Շատիշների բաժին։ Դա եղածներ բաշ։ Ասում եմ բանը, հիղը որ չունենանք, բանը նկարված է պատին, երեխեքը կգան բան կանեն։ Զանգել եմ շամ Գագիկին այն ժամանակ, ինքներ էլ է դա, շատ աշխուտ, ասեցի այ Գագիկը սեզ ոնց կլինի, մարդը ասում է բան, երեխեքը կգան նկարի վրի պատի վրի նկարը կտենան թաղի։ Ինքը լավ շոուներ են անում, Միատ ինքը լավ բառ ասեց, ծնի վանդակներին կենթաներին։ Են արել է, էլի Եկած օրվանից միջև հիմա ինքը աշխատող է ազատ։ ունենանք մենք մեր այգում։ Ու երկու հատ էլ այլ։ Մեր աշխատողներից, որ ասենք բարձր ձայնով գոռացել էր Ռուբեն հեռացի, իրան հեռացման համար արդեն պատրաստում էր թղթերը, բայց որ այդ տուբերկուլյոզի ժամանակ կրակելով կենթաները սատկացնում, դա ոչ մեկ չի ասում։ Այդ դրա մասին բան չունի, պատասխան չունի։ Ինքը խնդրի հասկանում եք, ինքը այդ օղակի ամենաքաղաքապետարանի օղակի ամենաներքևում է։ Մարդու մեղադրել են գալու, մենք եկել ենք ինքը մեր շատ լավ ընդունել է, բայց նա հարցի Ես կոնտակտներ չունեմ, իրանց հետ կոնտակտ։ Ես չգիտեմ, հավանաբար, խոսակցություններ, ես չեմ ուզում անուններ բարձր։ Քաղաքապետարանի Կառավարության մակարդակի կա հովանավորություն։ Բայց այս ստուգումները, որ 3 տարվա ստուգում են։ Ժամանակին իրան հովանավորում էր Սերժ Սարգսյանը։ Որ չի դարավ տնօրեն։ Այս ժամանակից սկսած է խնդիրները։ Հիմա Ինչև էսօր։ Եվ տարածքում կարծեմ են ժամանակ Սև ու սպիտակների ինչպես հայքարության վերածում, սև ու սպիտակների բաժանությունը, բերեց նրան, որ բոլոր սևերը դարել են Ո, ընդհակառակը դրանից հետո հեռացնում աշխատում։ Նկատողություն են գողացել թալաներ։ Ոչ, հինը փաստացի չտեսակ, մի քիչ առաջ որ անցավ հələ մի հատ ժպտալով ձեռը բարձրացնում, ասում է, այդ նույն տեմպով շարունակեք։ Ոչ մի բան մեկա չեք։ Այսքան ինքը թքած ունի, ինքը հեշտ պետք չի։ Նաև հովանավորություն ունի ուրեմն։ Նաև կասկածում եմ, որ հովանավորություն ունի վերևները, որ իրան հեշտ չի հետաքրում, ով ինչ կասի իր մասին, ինչքան իր կեղտոտությունների սխալների մասին խոսա։ Այո, ացա։ Մտա քաղաքապետարան ժողովի, իրանց ամեն 2 շաբթի օրվա ժողովի։ Ինքը շատ հեգնանքով ու ժպիտ երեսին շարունակեք, այդ ոճով շարունակեք։ Ինքը վախենալու բան չունի, որովհետև հովանավորություն ունի։ Դա է նշանակում իր պահելավոճից։ Ուրիշ բան չի կարող նշանակի։ Եթե մի մարդ
կեղտոտությունների համար իր բարձրաձայնումը ինչ էր այսօր ինքը այդ նույն մարդկանց կողքով ասում նման ժպիտով ասում դերասան է իր դերասանական ոչի մեջ մտած ինքը շարունակում է իր գործելավոճը մի քանի օր առաջ ինչ որ պայմանագրեր ակնկալում արտասահմանյան ինչ որ կազմակերպություններ նույնիսկ չգիտեմ թե ինչ կազմակերպություններ ինքը իր գործելավոճը շարունակում է ինքը խաբեությամբ շարունակում է իր կոռուպցիոն ծրագրերը ինքը շարունակում է ինքը թղթերով ցուցատար մաքրություն բայց իր սաղ ամբողջ գործելավոճը կեղտոտություններով շարունակում է ինքը կենթանասպան է առուստները ինչի սալկացվի ինչի չկար պատասխան տա բագրը սատկեց անգամ մրցամահ եղան ստից պատասխաններ տվեցին որ հետո իրանք իրանց բերնով հերքեցին որ նման պատասխանը չի համապատասխան այդ կենթանի սատկելու ու պատասխան չունեն այո իրականում դուրս էր եկել որ միշտ էլ ամեն տարի էլ սեզոնային խնդիր է եղել ու այդ կառույցներ շատ բարվոք վիճակում է որ միշտ էլ եղել է այդ իրանց էլի բերած մասնագետի միջնորդությամբ որ սխալ կազմակերպեց բռնելու կենթանու գործը հասավ այն վիճակին որ այդ կենթանը փախավ գնաց փողոց մտավ ու կենթանու տալ արկելապատնեշ ամիջական զագոնի արկելապատնեշ կա բայց այն վիճակում չի որ այդ կենթաներին դիմանա ինքը այդ մասին չի մտածում ինքը մենակ դաշտեր սարքելու բանը արհեստական կենթաններ դնելու մասին է մտածում բաները առուստների ազատավանդակների ներսում որը որ չեն ցուցադրում պրես գրանիտ է խփած որի պատճառով առուծա սատկե հետո մենք որ այդ բարձրաձայնում ենք բռնում շուշաթուղթ են կպցնում հայլում հայտարարության տա մենք փորձնական ենք կպցրել այսինքն եթե աշխատել պետքա շուշաթուղթ կպցնել բոլոր հայտարարությունների բացակայությունը այս բոլորը թերությունների մասին որ խոսացվում է ինքը երբեք եթե ուշադրություն դարձնեք թե իր ինտերվյուների ժամանակ հանդիպումների ժամանակ երբ որ խոսացվում է հարց է տարածում իրան ինքը ոչ մի հարցի պատասխան անձամբ չի տալի ինքը դրա փոխարեն գցում է աշխատողի վրա ինչ որ կազմակերպությունների վրա շինարարական գցում է քաղաքապետարանի վրա նաև բարձրաձայնում է պատճառաբանություն անձնական խնդիրներ ունեն մենք անձնական խնդիրներ չունենք մենք անձնական հարցով չենք եկել խոսում մենք ասում ենք կենթանասպանա ինքը շուռատալի խոսք է ասում է իրանք անձնական խնդիրներ ունեն դրա մասին են խոսում ոչ դա այդպես չի զրպարտություն են անում ինքը պատասխանը չի կարում տա ոչ մի իր արածի պատասխանը չի կարում տա ինքը մեղադրում է ուրիշներին ընդամենը կառանցին է սարքել ահագին գլխականակենթանիներ կառանցին ասած իր էջինության մեջ կենթանները մնում են այն պայմաններում բետոնապատ պայմաններում մնում են ու ահագին ժամանակ է տարուց ավել է այդ կենթաները մնում է այդ կենթաների տեղերը քանդած է ինքը դուրան դաշտեր է սարքել կանաչապատում է բայց ժողովուրդը այդ կենթաներն ընդհանրապես կենթաներին չի էլ տենում հեսա մոռացության կտա այդ կենթաները որ ժողովուրդը չի էլ հիշի մի հատ թղթաբանությունը ինչ է եղել թուղթ ու գրիչը իր ձեռն է կսարքի բժշկական թղթերն էլ ինքը ոչ թե ստեի հետ է համագործակցում այլ դրսի կազմակերպությունների հետ մարկանց խոսեցում են ասում հնասնելու կենթանի որ հոտ կա կամ ինչ-որ որևէ մեկը գնացել նայել է անվտանգություն այդ կենթանիները դուրս կգան չեն գա բոլոր վանդակները քանդում են նոր կառուցված վանդակները առյուծների վագրերի գայլերի արջերը որ միտեղ բոլորը քանդում են ժողովրդին էլ են կոչ անում Վատ է սարքված շատ ո՞տ է սա ահավոր հանդվում է հիմա փակել են առանձին տարածքում Միջև հիմա փակել հասկացել են որ վտանգ կա որ կարող է դա փլուզի ու արջերը դուրս գան բայց եթե միտինգների ժամանակ դա չբարձրաձայնեն դա ոչ մեկի չէր հետա նույնիսկ թափառոշում են կարողացել են մտնի առյուծների վանդակ ինչ է նշանակում այսինքն առյուծը երկուզի կարա դուսել Միորեն առուծը դուրս հայտարարեց մեզ գիշերային խնամողներ պետք չի, բայց այգին միշտ ունեցել է գիշերային խնամողներ։ Մեզ տեղ ախրանիկներ ա պետք։ Ո կոնսլագերում չենք չհասկացա։ Ինչ է նշանակում ախրանիկ։ Աղաց կենթանիներին կարան գիշերը հետ բերել։ 70 տեսակի գլխականակը չեմ կարա։ Մի երկու բան ասեմ, որպեսզի հանրությանը պարզ դառնա, եթե իհարկե ցույց տա։ Պատկերացրեք երկու թռչուն, կարծիք, որը գյուտիկներ էր տալիս եւ այլն։ Դրա ոչ թե վերցնենք շուկայական, վերցնենք փոխանակման արժեք, հա, այդպիսի բան արտահայտություն անենք։ Մոտավորապես 100,000 եվրո։ Դա կենթանաբանական այգու ծաղիկ միակ
իհարկե դա հանրությանը ինքը նայում ասում արծիվ է էլի, բայց դա այդպես չի։ Այդ արծիվները տեղափոխվել են Ուրցաձոր թղթով ձևակերպվել են, թե ինչ-ինչ ձևով։ Դե բնականաբար, երբ որ մի հատ վերում են ասում են, գիտեք ինչ, երկու արծիվը կտանք, տանում ենք, տեղը դնում ենք, ենթադրենք երկու հատ մեծ կրյա։ Հանրության համար այդ երկու մեծ կրյան հսկայական արժեք ներկայացնող կենդանի է, բայց իրականում այդպես չի։ Փոխանակումն արվում է, ենթադրաբար եմ ասում, $3000 100,000 եվրոյի հետ, դա ճիշտ է։ Այսինքն ինքն իրանից պետական հիմնարկից առավ տարավ սեփական, այսինքն հետո վաճառվի, էլի։ Մասնագետ, որ այդ բաները հասկանան, տեսնեն։ Իսկ նրանք ասում են, կենթանին, նայեք ինչ ասում, բացարձակ արժեք է կենթանին, քաղաքապետարանին մենք հորդորում ենք, որ սիմվոլիկ 1 դրամ դնեն կենթանու արժեքը։ Պետական գույքը ոնց կարա 1 դրամ։ Եկեք սա պատկերասրահի նկարները ասենք, դա բացարձակ արժեք է, թող պատկերասրահի բոլոր նկարները դառնան 1 դրամ։ Ինչ ունենք, չունենք, եկեք սարքենք 1 դրամ, տանք եվրոպացիներին, հազարավոր արժեքանոց մեր հարստությունը ազգային, ինչ կապ ունի, որ դա կենթանի է։ Այդ գառնանքները աշխարհում մի քանի տեղ են բազմանում։ Դա պարծանք է, որ բազմանում է։ Այո, մենք ունենք բազմացող զույգ։ Հիմա ունենք Ուրցաձորում պարոն Ռուբեն Խաչատրյանի անձնական սեփական տարածքում։ Այսինքն կենթանաբանական այգուց տեղափոխել։ Այո, հիմնադրամի։ Թղթով, ամեն ինչ թղթով։ Այս երկրում ինչ արվե չի արվե 20 տարի, ամեն ինչը թղթով է արվե։ Եվ մաքուր, այո, բնական։ Լավ, բանը ձեր թույլտվությամբ ես մի հաստ արձանագրենք, մենք մի քիչ առաջ խոսակցություն ունեցանք մեր նախաձեռնող խմբի կողմից եւ փաստում ենք ու հայտարարությամբ հանդես ենք գալիս։ Հիմա։ Այո, ցավում ենք, բայց մի րոպե դեորեն բոլորը թող գան, եթե հայտարարությունն է, ուրիշ լրատվամիջոցներից էլ կանչեք։ Հա, հետ կգնամ։ Մի հատ եկեք էլի, բոլորը եկեք։ Լրատվամիջոցներ մոտեցեք ուր եք։ Գոհար, հայտարարություն ուզում ես գրես։ Նոր, այո։ Նախաձեռնող խումբ ինչպես է կոչվում։ Կենթանասերների նախաձեռնող խումբ, որի կազմի մեջ կան մոտ առապես 150-ից 200 անձ։ Ստիպված մենք կատարում ենք հետևյալ հայտարարությունը, ցավոք սրտի պետք է փաստենք, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետը չափազանց խիստ զբաղված է եւ ժամանակ չկարողացավ տրամադրել ընդունել կենթանասերներին, հավանաբար երևի հասարակության ձայնը ավելի նվազ լսելի է, նվազ կամ կենթանասերներին այդքան չունեն ձայնի իրավունք, որ վերջիններիս ընդունեն։ Մենք փաստում ենք, որ կենթանասերների ձեռնարկած բոլոր ջանքերը Երևանի քաղաքապետանում արդյունքի չեն հասնում։ Ցավում ենք, որ Երևանի քաղաքապետանը այդպես էլ մեզ մասնակից չդարձրեց այս բոլոր process-ներին եւ կենթանասերների նախաձեռնող խմբի անունից հայտարարում ենք, որ դադարեցնում ենք Երևանի քաղաքապետանի խիստ ծանրաբեռնված օրակարգում մեր մասնակցությունը, մեր անհանգստացնելը իրենց։ Եվ այսուհետ մենք կգնանք այլ քայլերի եւ կդիմենք համապատասխան այլ կառույցների։ Հուսով ենք, որ եւ պարոն վարչապետը եւ ազգային ժողովը ավելի լսելի կլինեն մեզ համար, ավելի մեր ձայնը լսելի կլինի իրենց համար։ Դատական ատյանների դիմել եք։ Այո, դատական ատյանների դիմել ենք աշխատանքի վերականգնման համար։ Այսքանով սահմանափակում ենք, շնորհակալություն լրատվամիջոցներից, մենք կհանդիպենք արդեն այլ կառույցներում։